Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք։ Շատ համեղ սեզոնային տիրոգ ենք պատրաստում, խմորեղեն ենք պատրաստում, դեղձով է խմորեղենը, շատ համեղ է, հեշտ, հասարակ, արագ պատրաստվող, որ ասում եմ արագ պատրաստվող, մինչև ձեր հյուրերը գան հասնեն, զանգեն ասեն գալիս ենք սուրճ խմելու, մինչև իրենք գան հասնեն, ձեր տիրոգը արդեն պատրաստ է լինելու։ Եվ ոչ միայն հյուրերի համար, այլ ընտանիքի անդամները, հենց մի քաղցր բան ուզեք, շատ արագ կարող եք պատրաստել։ Սկսում ենք պատրաստել իմ հետ։ 3 ձվին ավելացնում ենք 150 գրամ շաքարավազ եւ հարիճով հարում ենք։ Շատ հարել պետք չէ, կարևորը որ շաքարավազը լուծվի ձվի զանգվածին։ Ձուն մի քիչ հարելուց հետո ավելացնում ենք ձեթը, 100 մլ ձեթ է։ Կարող եք փոխարինել 100 գրամ կարագով եւ ավելացնում ենք 100 մլ մածուն։ Նորից խառնում ենք։ Մոտավորապես մածունը 200 գրամանոց բաժակով մի քիչ։ Վերջ, ավելացնում ենք հիմա ալյուրը եւ 4 բաղադրիչները։ Սիրելիներս, ավելացնում ենք վանիլին, մոռացա նշել մածունի չափը 150 գրամ մածուն կամ թթվասեր, որը ունենք տանը, ես իհարկե մածուն օգտագործեցի, եւ 2 թեյի գթալ խրեցուցիչ կամ 1 թեյի գթալ սոդա։ Ալյուրի հետ, ալյուրի չափը 250 գրամ է, մաղով անց ենք կացնում եւ խառնում։ Ջեռոցը նախապես միացրեք, ես ջեռոցում արդեն ուրիշ խմորեղեն ունեմ, իմ ջեռոցը արդեն բավականին տաք է, խելու ենք 180 աստիճանում։ Ու հիմա մեղեցիկ, հանգիստ, քիչ ավելացնելով խառնում ենք խմորը։ Սիրելիներս, ձևամանի չափը 26 սանտիմետր է։ Եթե դուք ուզում եք ավելի շատ բարձր ստացվի ձեր խմորեղենը, կարող եք ավելի փոքր տրամագծով ձևաման վերցնել։ Ես չեմ սիրում, որ պիրոգները շատ բարձր են լինում, որովհետև հարմար չի ուտելը։ Երբ որ կրեմով է լինում, շատ եմ սիրում, որ բարձր լինի, բայց երբ որ կրեմով չի, ցածրն է լավ է, դրա համար միշտ նախընտրում եմ մի քիչ մեծի մեջ թխել։ Հիմա ինչ ենք անելու, պարտադիր մրգով, որովհետև սեզոնն է, դեղձի սեզոն է, սիրուն շարում ենք, ով ինչպես որ սիրում է։ Դե թխվելու ընթացքում այս դեղձերը այսպես չեն մնալու, խմորի հատակն են իջնելու, բայց խմորին տալիս են թարմություն, թեթևություն եւ հյութեղություն։ Այօրինակ իմ աղջիկը Անահիտը շատ է սիրում մրգերով խմորեղեններ։ Երբ որ մրգերով ենք պատրաստում, ինքը շատ հաճույքով համտեսում է։ Այսպես սիրուն շարում ենք։ Ես 2 հատ դեղձ եմ կտրել, եթե քիչ լինի, էլի կկտրենք։ Վերջ սիրելիներս, ուղարկում ենք ջեռոց այս գեղեցիկ պիրոգը, խմորեղենը, մոտավորապես 30-35 րոպեում թխվելու է։ Եթե թխելու եք օդափոխիչով ջեռոցում, թխեք 170 աստիճանում։ Եթե առանց օդափոխիչ է, միշտ 10 աստիճան ավելի բարձր, 180։ Տեսեք, հրաշք, խմորեղենը պատրաստ է։ Հիմա թողնում ենք մի քիչ հովանա ու շարունակենք։ Անպայման շաքարի փոշի ենք ցանում, որովհետև շատ համեղ է շաքարի փոշիով եւ հետո ավելի գեղեցիկ տեսք է տալիս։ Ճիշտ է, բավականին տաք է, բայց կաշխատենք, կտրենք ու անուշանենք։
Ճիշտ է, դեռ տաք է, բայց տեսնենք ինչպիսին է։ Հրաշք։ Այ, այսպես պետք է լինի լավ թխված։ Դուք տեսեք, որքան ծակոտքեն է, նույնիսկ տաք վիճակում հրաշալի տեսք ունի, սիրելիներս, անպայման պատրաստվեք։ Տեսեք, որքան գեղեցիկ ստացվեց։ Սիրելիներս, շատ տաք է դեռ, չեմ թողել հովանա, անմիջապես կտրել եմ, երևի նկատեցիք տեսանյութի մեջ, որ գոլորշի էր անմիջապես։ Ու ամենակարևորը, որ տաք վիճակում էր, տեսեք, որքան լավ է թխված, հրաշալի, համեղ բիսկվիտով, ուղղակի հրաշք է։ Հիմա ես կհամտեսեմ, ձեզ կասեմ շնորհակալություն, որ դիտեցիք, որ իմ ալիքում եք, որ իմ հետ եք հարգելիներս։ Շնորհակալ եմ ամեն գեղեցիկ խոսքերի համար։ Կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ, պատրաստեք եւ անուշարեք։ Հաջողություն բոլորին։